Ռուսաստանի եւ Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Մասուդ Փեզեշքյանը քննարկել են Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Կարծիքներ են փոխանակվել միջազգային եւ տարածաշրջանային հրատապ հարցերի շուրջ, ներառյալ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ Օմանի միջնորդությամբ բանակցությունների ընթացքը, նշել են մամուլի ծառայությունում։ Հատուկ ուշադրություն է դարձվել փոխշահավետ առևտրաներդրումային կապերի ընդլայնմանը, այդ թվում տրանսպորտի եւ էներգետիկայի ոլորտում խոշոր համատեղ նախագծերի իրականացման հաշվին, հստակեցրել են Կրեմլում։ Միևնույն ժամանակ Պուտինն ու Փեզեշքյանը պայմանավորվել են ակտիվացնել համատեղ աշխատանքը գործնական համագործակցության եւ արտաքին քաղաքականության համակարգման ամրապնդման ուղղությամբ։ Մոսկվան ողջունում է այն երկրների ջանքերը, որոնք պատրաստ են աշխատել Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Մենք իհարկե ողջունում ենք բոլոր այն երկրներին, որոնք պատրաստ են ջանքեր գործադրել, որպեսզի նպաստեն գործընթացի խաղաղ կարգավորմանը, ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցության ղեկավար Ֆրիդրիխ Մերցը պետք է ընդունի իր ֆիասկոն, նրան ձախողել է ինքնավստահությունը։ Այս մասին հայտնել է Պետդումայի падգամավոր Դմիտրի Բելիկը։ Մերցը պետք է ընդունի իր ֆիասկոն եւ հետեւություններ անի։ Նման բան Գերմանիայի պատմության մեջ դեռ չի եղել, այնպես որ Մերցի ավելորդ ինքնավստահությունը փշրվել է իրականության վրա, ընդգծել է նա։ Այն, որ Մերցի ձախողման մասին նշել է Բելիկը, միանշանակ ակնարկում է գերմանական քաղաքականության մեջ պառակտման մասին։ Ոչ բոլոր падգամավորներն են պատրաստ աջակցել Մերցին, նույնիսկ եթե առկա է խորհրդարանական մեծամասնության իշխող կոալիցիայում, հավելել է падգամավորը։ Բելիկը նաև հիշեցրել է, որ Մերցն իրեն միանշանակ է դրսևորել Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում։ Քիչ հավանական է թվում, որ Միացյալ Նահանգներն կարող է Ուկրաինայի հետ ռեսուրսային գործարք կնքել 1991 թվականի սահմաններում, հայտնել է Պետդումայի падգամավոր Ալեքսեյ Չեպան։ Նա հիշեցրել է, որ Վաշինգտոնը բազմիցս խոսել է Ռուսաստանի նոր տարածքների ճանաչման մասին։ Ես կարծում եմ, որ հայտարարությունները, թե ռեսուրսային գործարքը տարածվում է Ռուսաստանի տարածքում, չեն համապատասխանում իրականությանը։ Բանն այն է, որ այդ համաձայնագիրն ունի մի շարք գաղտնի կետեր եւ մանրամասներ։ Եվ նույնիսկ Ռադայի падգամավորներն էին ասում, որ գործարքի տեքստն ամբողջությամբ չեն տեսել, նկատեց падգամավորը։ Նույնիսկ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն էր ասում, որ Ուկրաինայի տարածքային պահանջները չեն կարող իրագործվել, այնպես որ անհասկանալի է, թե ինչպես կարող են 1991 թվականի սահմանները գրվել համաձայնագրում։ Կասկածում եմ, որ նման պայմանավորվածություններ իսկապես տեղի են ունենում, եզրափակել է Չեպան։ Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան մերժել է հայրենական մեծ պատերազմում հաղթանակի օրվա կապակցությամբ Մոսկվա այցից առաջ Կիև այցելելու ուկրաինական իշխանությունների առաջարկը։ Այս մասին գրում է բրազիլական Մետրոպոլիս թերթը։ Երբ Լուլան գնում է Մոսկվա, նա ոչ մի լիազորություն չունի խոսելու Ուկրաինայում խաղաղության մասին։ Նա անտեսել է Կիև այցելելու հրավերը։ Պարբերականին պատմել է անանուն ուկրաինացի դիվանագետը։ Պարբերականի զրուցակիցը հավելել է, որ մայիսի 9-ին Ռուսաստանի մայրաքաղաք ուղևորությունը Ուկրաինան կդիտարկի որպես թշնամական գործողություն երկկողմ համագործակցության համար բոլոր բացասական հետևանքներով։ Նրա խոսքով Կիևը Բրազիլիայի առաջնորդի մերժումից հետո դիտարկում է դիվանագիտական հարաբերությունների մակարդակի իջեցման հնարավորությունը։ Հռոմի կաթոլիկ եկեղեցու կարդինալները կոնկլավի նախօրեին արձանագրում են Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում եւ աշխարհի այլ տարածաշրջաններում խաղաղ գործընթացում առաջընթացի բացակայությունը։ Այս մասին հայտնում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։ Մենք հռոմեական եկեղեցու կարդինալներս, ովքեր համընդհանուր կոնգրեգացիայի ենք հավաքվել կոնկլավի մեկնարկից առաջ, ցավով ենք նշում Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում եւ աշխարհի շատ այլ մասերում խաղաղ գործընթացներին աջակցելու հարցում առաջընթացի բացակայությունը եւ որ հարձակումները հատկապես ուղղված քաղաքացիական բնակչության դեմ ուժեղացել են, ասվել է հայտարարության մեջ։ Կարդինալները կոչ են արել ներգրավված բոլոր կողմերին հնարավորինս շուտ հասնել մշտական հրադադարի եւ բանակցություններ վարել առանց նախապայմանների եւ հետագա ձգձգումների։